Բնակիչներ ջան, շնորհակալ եմ արդեն 7 ժամ տևող դատական նիստին այստեղից հետևելու, այստեղից աջակցություն տալու համար։ Շատ ես լսեցի մեր ընկերները գաղափարական ասում էին ինչ ենք մենք ունենալու, խոսում էին Հայաստանի ապագայի մասին։ Ես ուզում եմ դուք վստահ լինեք, այս պայքարը, որը պարոն Կարապետյանը սկսել է, անձնավորված պայքար չի։ Նա այս պայքարը սկսել է, որովհետև ցավոք Հայաստանում չկար մարդ, ով կարող էր կանգնացնել այս անկումը։ Ցավոք Հայաստանում չկար մարդ, ով կարող էր ասել կանգնիր։ Ունենալով բոլոր հնարավորությունը, ինչպես յուրաքանչյուրս, առաջնահերթություն է համարել իր ազգի բարեկեցությունը, որովհետև դու կարող ես աշխարհում ամեն ինչ ունենաս, բայց եթե քո ազգը անկման մեջ է, դու չես կարող քեզ լավ զգաս։ Մանավանդ այն մարդիկ, ովքեր արդեն ամեն ինչ ունեն։ Հարգելի հայրենակիցներ, այս պայքարի մեջ մենք պատրաստ ենք լինել առաջամարտիկ։ Մենք պատրաստ ենք ամբողջ ծանրությունը մեր վրա տանել, մեր ուսերի վրա տանել, ու դրանից չենք խորչում։ Դա մեզ թեթև է թվում է ծանրությունը, որովհետև գիտենք ինչի համար ենք անում, որովհետև գիտենք, որ եթե մենք չկա մարդ ով, և դուք, ով այստեղ է, շնորհակալ եմ ձեզանից ինչի համար, դուք կարայիք մնայիք տանը, կարայիք ուրիշ բանով զբաղվեիք, 5-6 ժամ այստեղ ենք, դա ձեր քայլն է մեր ընդհանուր հայրենիքի ուժեղացման համար, ամեն մեկի իր ուղղության, դատարանը որոշում է կայացնելու, որոշումը լինելու է ամենայն հավանականությամբ իրենց կողմից թելադրված, իրենց վախի կողմից թելադրված, այն հարցումները, այն մարդկանց կարծիքը, որ մենք տեսնում ենք, իրենք էլ են տեսնում։ Վախը նրանց ստիպում է, որպեսզի հնարավորություն չտան Կարապետյանը հասարակության հետ խոսի։ Որովհետև Կարապետյանը առաջամարտիկ է, բայց պայքարը տանում ենք մենք բոլորս, դուք բոլորը։ Բազմաթիվ մարդիկ կան, ովքեր պետական ապարատում են, ովքեր իմանալով, որ պետական ապարատում են, պայքարին մասնակցում են։ Որովհետև ասում են ինձ պետք չի այն ինչ որ ես ստանում եմ, եթե մեր երկիրը այս վիճակում է, եթե ամեն օր նոր հետադիմական քայլ ունենք մեր երկրում։ Ես շնորհակալ եմ ձեզանից ամեն մեկից, ձեր արած զոհաբերությունների համար, փոքր և մեծ։ Շնորհակալ եմ։ Մենք ունենք որոշում։ Այսօր դատարանը երկարացնում է ժամանակը և մենք այսքան ժամ հետո, շնորհակալ եմ, այսքան ժամ հետո չենք ուզում բոլորիս նեղություն տալ և որոշում ունենք մի բանում։ Բոլորս մեր այսօրվա իրար հետ տեսնելով, այս էներգիան հավաքելով, գնում ենք և ամբողջ Հայաստանով ներկայացնում ենք մեր ծրագիրը, Հայաստանի ուժեղացման ծրագիրը, որը առաջնորդում է Սամվել Կարապետյանը, բայց տանում է հայ ժողովուրդը։ Շնորհակալ եմ ձեզանից, ու մի բան եմ ուզում ասել։ Ասում եմ այն մարդկանց, ովքեր այս պահին հետևում են մեզ, հեռուստացույցային կողմից, նաև պետական հայրենիքից, նաև այն մարդուն, ով վախից էս քայլերն անում։ Մի վախեցի, այն ինչ լինելու է, պահես, չպահես, լինելու է։ Այո! Շնորհակալ եմ։ Բոլորին, շնորհակալ եմ այսօրվա համար, Ժողովուրդ ջան, շատ շնորհակալ եմ։ Մեր ոստիկաններին է, ես տեսա մի քիչ սպորտային վարժություններ էին տեղի ունենում, իմացեք, ձեր հանդեպ մենք ունենք հարգանք, իմացեք շատերին լավ ճանաչում, լավ սիրում ենք, գիտենք դուք ինչ եք անում, դուք էլ գիտեք մենք ինչ ենք անում։ Լավ էլ պատասի համար, մենք էլ ձեզ, դուք էլ մեզ տնել եք։ Շնորհակալ եմ շատ, ապրեք շատ։
Ժողովուրդ ջան,